Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային շաբաթն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր շատ հետաքրքիր դիմակայության ենք ականատես լինելու, որտեղ միմյանց հետ մրցելու են գործող չեմպիոն եւ այս մրցաշարի այս պայդրությամբ առաջատար Վիլյարեալը եւ Յուվենտուսը։ Երկու հզոր թիմեր այսօր երեք միավորի համար են պայքարելու, տեսնենք ի վերջո։ Այսօր էլ Վիլյարեալը անպարտելի կմնա այս մրցաշարում, թե ոչ խաղը մեկնարկած է մրցավարի Սուլիշը լսվեց եւ իմացնենք թիմերի հայտարարություններին։ Վիլյարեալ դարպասում է համար 15 Հարություն Մելքոնյանը, համար 2 Հակոբ Համբարձումյան, համար 4 Սարեվ Պասատպուր, համար 5 Լևոն Ստեփանյան, համար 8 Վլադիմիր Ուլուխանյան, համար 9 Կարո Մանուկյան, համար 10 թիմի ավակ Գագիկ Սարդարյան, համար 11 Գևորգ Հովանեսյան, համար 17 Արեգ Ազատյան, 18 Արտուր Պետրոսյան եւ համար 77 Վիգեն Բեգոյան։ Յուվենտուս դարպասում է համար 16 Արսեն Արսենյանը, համար 3 Գառնիկ Մովսիսյան, համար 8 Յուրի Հակոբյան, համար 9 թիմի ավակ Մանուկ Մուրադյան, համար 11 Ռևիկ Եղիազարյան, համար 13 Սամվել Գրիգորյան, համար 17 Արամ Անտոնյան, համար 20 Անդրանիկ Պողոսյան եւ համար 77 Ռաֆայել Վարդանյան։ Այսքանը պաշտոնական մասով եւ Վիլյարեալը անցել է գործի առաջին քերոն են այսօրվա խաղում կազմակերպում գործող չեմպիոնները եւ առաջին հարվածը կա Երվից Վլադիմիր Ուլուխանյանը փորձեց Արսեն Արսենյանն էլ Յուվենտուսին հրկում է իր առաջին անգամ խաղարկված է անկյունայինը առաջին անկյունայինը կրկին անկյունային Էվերտոնի ներողություն Յուվենտուսի դարպասին Խանյան Անցնկուկանային հրապարակ և Արսեն Արսենյանն է բրուսներով հեռացնում գնդակը, Մուրադյան տեղ դարպասապար դուրս էր եկել իր տեղից, փորձեց Արվից Արված կատարել Մանուկ Մուրադյանը և կարմել կողերինակ, բայց ստացվեց Անրակվում են պայքարը և նորից գնդակով են գործող չեմպիոնները լավ խաղարկումներ գրողը փոխեցին Զախեզեր Սարդարյան ցածրից փոխանցում շատ վտանգավոր էր և պաշտպանն է միայն հեռացնում գնդակը Կարո Մանուկյանին լավ էր նկատել այնտեղ Ուգանայինների մատույցներում Գագիկ Սարդարյանը և հենց նա հիմա գնդակի մոտ է հարկելու է երրորդ անկյունային արդեն այս խաղում իր թիմի Սարդարյան փոխանցում շատ վտանգավոր էր հիմա Ասատպուր գլխի արվածով կարող էր խոցել Արսենյանի դարպասը, բայց մի փոքր բարձր է ստացվում Վիլյարեալի ֆուտբոլիստի արվածը և արդեն երկրորդ սպառնալիքը Յուվենտուսի դարպասին Նա էլ փորձում է Յուվենտուսը անցնել գրոյի
Մելքոնյանից խլեցին գնդակը, չստացվեց Յուվենտուսի գրով, բայց այստեղ էլ Անտոնյանը խախտում է խաղի կանոնները դաշտի կենտրոնում։ Սարդարյան վտանգավոր կարող է լինել, բայց Մանուկյանը չհասավ այս գնդակին։ Վատ չեն մեկնարկել թիմերը այս խաղը։ Դեռ Յուվենտուսը տեսնում ենք երկրորդ համարով է խաղում, որովհետև այս զոր Վիլյարեալի դեմ շատ բարդ է լինելու, հիմա Մելքոնյանը սխալվեց, երվից արված, այստեղ պաշտպանը օգնում է հատպասապային։ Արակի մահացավ կրկին գրոյի Վիլյարեալը, Ասադպուր, լավ պատխարկում Մանուկյանի հետ, բայց հրաշալի է գործում հիմա Արնիկ Մովսիսյանը պաշտպանությունում և Յուվենտուսն է հացել գրոյի վտանգավոր կարող լինել, Մուրադյան արված, Ուրուխանյանն է հեռացնում գնդակը, ակտիվացան նորից երկու թիմերը, հիմա էլ անցել է գործի Վիլյարեալը, բայց Արսենյանը որսում է հիմա գնդակը, կրկին սկսում իր թիմի գրոհը, Եղիազարյան, անկեր է փնտրում, փոխանցում ձախ, կրկին Եղիազարյան, և ազատ մարդ չկար, արջևում, հանակում է Յուվենտուսի գրոհը Մուրադյան և նրա դեմ հիմա վախտում, Գևորգ Հովհաննիսյանը կոպիտ գործեց Մանուկ Մուրադյանի հետ և վտանգավոր դիրքում հիմա Տուգանային է վաստակել Յուվենտուսը։ Տեսնենք, կարծես թե Ռաֆայել Վարդանյանն է գնդակը տեղադրում նշված կետում։ Չկա մրցավարի, տեսնենք Ռաֆայել Վարդանյան, հարված և փայլուն գոլ հեղինակ է հիմա դառնում Ռաֆայել Վարդանյանը, հաշիվը բացված է մեզ մոտ, այսա շատ լավ մեկնարկ էր հիմա, Ռաֆայել Վարդանյան 1-0 Ռաֆայել Վարդանյան 1-0 հաշիվը բացված է Յուվենտուսը առաջ է անցնում 7-րդ րոպեին հաշվի մեջ փայլուն մեկնարկը տրված է այս փայլուն հանդիպման և հիմա հետապնդողի դերում է հայտնվում առաջատար Վիլյարեալը տեսնենք էլ ավելի հիմա հետաքրքիր կդառնա այս հանդիպումը 12 խաղ են անցկացրել առաջատարը այս մրցաշարում և անպարտելի է այս պահին 36 միավոր է վաստակել իսկ Յուվենտուսը 11 խաղից 20 միավորով 8-րդ հորիզոնականն է այս պահին զբաղեցնում 5 միավորով առջև է Վիլյարեալը երկրորդ հորիզոնականը գտնվող Լեռնային Արցախից տեսնենք ինչ կառաջարկի Վիլյարեալը Յուվենտուսին նորից անկյունային տեսնում ենք
տանկյունայինը խարկված է, վտանգավոր էր նորից, բայց չասավ այս գնդակին Լևոն Ստեփանյանը, եզրային նետում, Վարդանյան, այցարում է նրա դիմաց, Վիգեն Բեգոյանը, բայց նորից եզրային նետում է Էվերտոնինն է, Վարդանյան, պայքարում են հիմա երկու թիմերը նորից եզրային նետում, Անտոնյան, փոխանցում Եղիազարյան, շատ վտանգավոր էր հիմա, բիլիարդային հարված կատարեց այստեղ Ռևիկ Եղիազարյանը և կարող էր հիասքանչ գոլեղինակ դառնալ, մի փոքր շեղ էր նրա հարվածը, տեսնում ենք շատ չեն գնդակով լինում, Յուվենտուսի տղաները, բայց շատ վտանգավոր են նրանց հարվածները, Ռազյան հրաշալի կասեցում, Ռազյան կրկին, Յուվենտուսը անցել է գրոյի, այլու խարկումներ, արված Մելքոնյանն է պրկում իր թիմին, շարունակում է Յուվենտուսի գրոհ, Մուրադյանն է հիմա էլ փորձում, բայց բարձր է արվածը Մանուկ Մուրադյանին, Յուվենտուսի գոլից հետո Վիլյարեալը պետք է շատ արագ անցներ գործի, բայց տեսնում ենք հակառակ պատկերն է այս պահին, Յուվենտուսը ավելի ակտիվ է և մի փոքր խնդիրներ ունի այս պահին Վիլյարեալը պաշտպանությունում, նրանք են նետվել գրոյի Մանուկյան արված, շատ վտանգավոր էր Կարո Մանուկյանի արվածը, լավագույն ռմբարկուն է այս մրցաշարում իր թիմի 15 խփված գոլով, ամենը 2 գնդակ է հետ մնում այս մրցաշարի լավագույն ռմբարկուն Ռոնալդ Մելքումյանին, Տասը րոպե անցավ խաղի մեկնարկից, հիշեցնեմ Ռաֆայել Վարդանյանի միակ գոլը այս պահին հաղթանակ է պարգևում Յուվենտուսին, Նորից անցել է գրոյի Յուվենտուսը, Եղիազարյան, Շացրից փորձ, փակված էր փոխանցումը, let's go! Good! Okay! Դեռ տեսնում ենք, բայլում են գործում խաղադաշտում, Յուվենտուսի տղաները, Մուրադյան ընթացքից արված, բայց չնստավ ոտքին գնդակը Մանուկ Մուրադյանին, Խաղարկեց գնդակը Մելքոնյանը և կրկին հրաշալի է գործում պաշտպանությունում Յուրի Հակոբյանը 5-րդ տանկյունային է արդեն Վիլյարեալի այս խաղում Սա
Սարդարյան փոխանցում Ուլուխանյանի արվածը լավ չստացվեց Երկարնետուն վտանգավոր կարող լինել Մուրադյան արված և հիմա ինչպիսի դիրքից է վրիպում Մանուկ Մուրադյանը շատ լավ առավելություն կստանար հիմա Յուվենտուսը եթե դիպում հարվածը ստացվեր Մանուկ Մուրադյանի բայց վրիպեց Յուվենտուսի ավագը Եղել ընկավ, Ուլուխանյանը դադար է վերցրել այն մրցավարը, տեսնենք ինչ պատահեց Փոխանցում, այստեղ էլ Արսենյանը կրկին իր դիրքում է Այստեղ էլ ձեռքով խաղ էր նկատվել և Ստանդարտ են վաստակել Վիլյարեալի տղաները Ամենը 7 գնդակ են հիշեցնեմ բաց թողել այս մրցաշարում նրանք այլուն ցուցանիշ Եվ հիմա տեսնենք Սարդարյանն ու Ուլուխանյանը ինչպես ստանդարտը կատարեն Էգոյան Ռադյանի փոխանցումը չստացվեց շարունակում է Վիլյարեալը գրել Գագիկ Սարդարյան շատ վտանգավոր էր որից բարձր արված Տեսնում ենք մի փոքր շտապողականություն նկատվեց Վիլյարեալի տղաների մոտ Մի փոքր ստվերում է մնացել Կարո Մանուկյանը տեսնում ենք շալի է պաշտպանվում Գրիգորյանը և Հակոբյանը խոսքիս վրա Կարո Մանուկյանը Արված կատարեց, բայց շատ շեղ էր արվածը Կարո Մանուկյանի Անցավ իրենց կիսադաշտը Վիլյարեալը Ասատպուր առաջ է թողնում գնդակը Ասատպուրը և այս փոխանցումն էլ ուժեղ է Մուրադյանի Փոխանցում Մելքոնյանից Սարդարյան տանկավոր էր և Մանուկյանի արվածը այստեղ չստացվեց
Եկավ իր տեղից Մելքոնյանը։ Սխալ փոխանցում Բեգոյանից Մուրադյան։ Նորից փոխանցումը չանցավ Մանուկ Մուրադյանի։ Մուրադյան հրաշալի պատխարկում, շատ վտանգավոր էր հիմա։ Դատարկ դարպասը չի կարողանում գրավել հիմա Ռաֆայել Վարդանյանը։ Ինչ էր սա։ Հրաշալի պատխարկում, Ասադպուր Վիլյարեալը անցել գրոյիև, հաշիվը հավասար է Կարո Մանուկյան 1-1։ Դուք չեք խփում, ձեզ են խփում, այստեղ այդ օրենքը աշխատում է հիմա։ Կարո Մանուկյան 1-1, հավասար է հաշիվը մեզ մոտ արդեն, չէ ընդմիջում կարողացավ Վիլյարեալը հաշիվը հավասարեցնել, Վարդանյանը չխփեց, Մանուկյանը խփեց, կրքերը բորբորվեցին, բայց շարունակվում է հանդիպումը և իմ այլ Ռաֆայել Վարդանյանի կարգը։ Ուշացվում է հիմա Հյուվենտուսի արձակվողը։ Նորից Վարդանյանն է վերցրել գնդակը, երկրորդ փորձը, տեսնենք, ստում է մրցավարի Սուլիչը, տեսնենք, Ռաֆայել Վարդանյան, նորից կարող էր փայլուն գոլ եղենակ դառնալ, Վարդանյանը Տուկանայինից, բայց փրկեց իր թիմին, Մելքոնյանը այստեղ էլ մաքուր գնդակ է խաղացել Արամ Անտոնյանը, Հյուվենտուսը անցել է Գորոյի, բայց կրկին Մուրադյանի փոխանցումը չստացվեց, այստեղ էլ հարկագրող է Վիլյարեալի եղիչ ունեցավ Ուլուխանյան անդրադարձ և փրկվում է հիմա Հյուվենտուսը Կյունային նորից Կարծես թե նորից Յուրի Հակոբյանը փայլուն գործեց պաշտպանությունում և փրկեց իր թիմին վերահաս գոլից Հարկված է անկյունայինը Սարդարյան, հեռացված է գնդակ է հիմա կարող հակագրել Հյուվենտուսը, բայց հրաշալի հիմա գործեց Վիգեն Բեգոյանը Տոնյան խլեցին նրանից գնդակը Ուլուխանյան Այլ է գնդակը իր մոտ Վիլյարեալը, կրկին Ուլուխանյան Աչեզնում ազատ է Սարդարյանը, բայց ուժեղ էր այս փոխանցումը Սնում է հիմա գնդակը նորից Հյուվենտուսը Սարդարյան արվածը պարկված է Կաշարել է Վիլյարեալը
Juventus-ին։ Չիմեն մինչև ընդմիջում առաջ անցնել հաշվի մեջ։ Մանուկյան լավ փոխանցում։ Բայց Սասապուրն էլ չհասավ այս գնդակին, չհավատաց։ Նորից խաղարկումները չի ստացվում Յուվենտուսի։ Ուլուխանյան։ Սարդարյան երկրորդ տեմպով է շարունակում Վիլյարեալի գրոս, Մանուկյան և ցնցած այստեղ հորիզոնական դարպասածողը, ինչպիսի հարված տեսանք հիմա Կարո Մանուկյանից, նորից փրկվում է Յուվենտուսը։ Եվ այստեղ էլ տեսնում ենք առաջին անկյունային է վաստակել Յուվենտուսը այս խաղում, արագ խաղարկեցին, ոչ։ Նորից խաղարկեցին և կրկին անկյունային։ Ավարտվել է մեզ մոտ հիմնական ժամանակը։ Գազարյան փոխանցում, գնդակը հեռացված է։ Եվ այս հարվածն էլ Վարդանյանի բարձր է ստացվում, վերջ, ոչինչ չավելացրեց խաղի մրցավարը, 1-1 հաշվով գնանք ընդմիջման, կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք, երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց և առաջին կեսից հետո հաշիվը հավասար է 1-1, շատ հետաքրքիր առաջին կես դիտեցինք, հավասար պայքար էր իմ կարծիքով առաջին կեսում և հիմա տեսնենք երկրորդ խաղակեսի ինչպես թիմերը կազգացնեն, արագ վերհիշենք կազմերը։ Վիլյարեալ դարպասում է Հարություն Մելքոնյանը, Հակոբ Համբարձումյան, Արեֆ Ասատպուր, Լևոն Ստեփանյան, Վլադիմիր Ուլուխանյան, Կարո Մանուկյան, Գագիկ Սարդարյան, Գևորգ Հովհաննիսյան, Արեգ Ազատյան, Արտուր Պետրոսյան և Վիգեն Բեգոյան։ Վիլյարեալն է գրում, տեսնենք, Հովհաննիսյան, սարքից փոխանցում և Հովսիսյանն է հեռացնում գնդակը։ Յուվենտուս, դարպասում Արսեն Արսենյանն է, Դարնիկ Մովսեսյան, Յուրի Հակոբյան, Մանուկ Մուրադյան, Ռևիկ Եղեգարյան, Սամվել Մելքոնյան, Անդրանյան, Անդրանիկ Պողոսյան և Ռաֆայել Վարդանյան։ Այսքանը կազմերի մասով և տեսնենք Յուվենտուսն է մելացել Եղազարյան երվից փորձ, բայց Մելքոնյանը հանգիստ վերցրեց գնդակը։ Անկյան վտանգավոր է հիմա, տեսնենք Ուլուխանյան, հարված և բարձր է հարվածում Վլադիմիր Ուլուխանյանը։ Այնտեղ անհաջող դուրս եկավ իր տեղից Արսեն Արսենյանը, փրկվեց, Յուվենտուսը հենց մեկնարկում։
Անտոնյան հիմա խլեց գնդակը այստեղ Սարդարյանից Անտոնյան ինչպիսի արված է ներողություն փոխանցում էր Ռադյանի ուղղությամբ էր փոխանցումը բայց շատ ուժեղ էր Անտոնյանի փոխանցումը այլ արագ գործի անցավ Վիլյարեալը Մանուկյան Սարդարյան Գրոյի եզրը լավ նկատեցին Աչեզուն Ուլուխանյանին ցածրից փոխանցում եւ հրկվում է նորից Յուվենտուսը վերջին պահին նորից Յուրի Հակոբյանը հրկում է իր թիմին բնային աշխատանք էր կարծես թե Վիլյարեալից ֆուտբոլիստների կողմից երկու փոխանցմամբ կարող էին նրանք Հաշվի մեջ առաջ անցնել, բայց այդ մտքին կողմ չէր Յուրի Հակոբյանը Անկյունային Սարդարյան Ապուկ փոխանցում, բայց նորից եզրափակող չեղավ, այս փոխանցմանը Another one. Լավ անցավ կիսադաշտը Յուվենտուսը Հանգավոր է Մովսիսյան Բայց եկավ փոխանցում առաջ Լավը չէր այս փոխանցումը Մելքոնյանի Ստեղը խախտում Հատված է ստանդարտը Եվ անկյունային է կարողանում վաստակել իր թիմի համար Ռաֆայել Վարդանյանը Վարդանյան ցածրից փոխանցում Սարդարյանն է հեռացնում գնդակը Երկրորդ անընդմեջ անկյունային է Յուվենտուսի կատարմամբ Վարդանյան այս անգամ բարձրից փոխանցում վտանգավոր է Մուրադյան եւ հիմա Բոլորը շոկի մեջ են հիմա այս հարվածից հետո որովհետեւ այս անգամ էլ փրկվեց Վիլյարեալը Անգամ ես այս հարվածից հետո եմ կարողանում ինչ-որ բան ասել, իմացել է Վիլյարեալը գործի Ուլուխանյան, շատ վտանգավոր էր, նորից կարող էր պատժվել Էվերտոնը, երկրորդ անգամ արդեն այս խաղում, ինչպիսի հնարավորություններ չի օգտագործում այսօր Էվերտոնը։
Կարում այլ նետվել գրոյի խոսքը ասելու Ստեփանյան Սարդարյան կենտրոնում է Գագիկ Սարդարյանը Սարդարյան պտտվեց ընկեր չկաց Ազատ Սարդարյան Կատեցի վերջո Ստեփանյանին, բայց փակեցին Ստեփանյանի արվածը երկրորդ փոսն փակված է եւ այստեղ պայծ գնդակը հիմա Գառնիկ Մովսիսյանը եւ շարժվում է առաջ ձախ կեզրով լավ նկատեց աչեզրում Անտոնյանին Եղիազարյան եւ ձեռքով խաղ այստեղ Թե շանդիպում է ընթանում, տեսնում ենք Թիմերն էլ պայքարում են հաղթանակի համար և շատ վտանգավոր դիրքում նորից Էվերտոնը վաստակել է ուգանային բայց այս անգամ տեսնենք ով է արվածելու Վարդանյանը Գնդակը թողել է Մուրադյան թե Եղիազարյան տեսնենք Սավարի սուլիչը կա կարծես թե Եղիազարյանն է արվածում ոչ թողեց գնդակը Մուրադյան արված Հարություն Մելքոնյանը փրկում է իր թիմին Հրաշալի խաղարկում էր հիմա Մուրադյանից և Եղիազարյանից Ստեղը չախտում 10 րոպե անցավ երկրորդ խաղակեսից և նորից տեսնում ենք հավասար պայքար է ընթանում այս խաղակեսում բայց ավելի շատ են եղել պայրը Էվերտոնի Մուրադյան Արկարկումներ Անտոնյան բայց թույլ էր արվածին Արամ Անտոնյանին այս արվածով Մելքոնյանին չես կարող վախեցնել Տանգավոր են գործում Վիլյարեալի տղաները, պրեսինգ է դիմում Մովսիսյանը, բայց անցավ կիսադաշտը, Սիքանյան այստեղ էլ խաղթում, այս զգուշացվում է դեղին քարտով Մանուկ Մուրադյանը You was in to your yard, right? Yeah. Ստենք հիմա Վիլյարեալի ստանդարտը Բեգոյան Անցում Սարդարյան և արվածը շերով Գագիկ Սարդարյանի այստեղ հիմա շտապեցին Էվերտոնի տղաները բայց նորից են խաղարկելու Հանգավոր է Մուրադյան, հեռացված է գնդակը
պայքարում։ Տեսնում ենք այսօր այն ակտիվությունը չկա Մանուկյանի մոտ։ Այդ գոլն էլ նա հեղինակեց, դատարկ դարպասը գրավեց։ Եվ հիմա էլ Տիգրանային Էվերտոնի դարպասին։ Ցավարի սուլի չկա, Սարտարյան։ Ատին դիպավ գնդակը։ Անետվել է առաջ ամբողջ կազմով Վիլյարեալը։ Առաջ Մանուկյան արվածը պակեցին, նորից Մանուկյան արված և գոլ, հաշվի մեջ հիմա առաջ է ացնում Վիլյարեալը, Կարո Մանուկյան 2-1։ Կարո Մանուկյան 2-1, առաջին անգամ այս խաղում հաշվի մեջ առաջ է անցնում գործող չեմպիոն Վիլյարեալը և հավասարվում է ռմբարկուների Աղյուսակում Մելքումյանին Մանուկյանը նրա հետ կիսում է առաջատարի դիրքը Ցանկում իմ անետվել է գրոյ Էվերտոնը Մուրադյան և իր խոսքն ասում է ի վերջո Մանուկ Մուրադյանը 2-2 Խելայեղ հանդիպման ենք ականատես լինում, փայլ ուներ Մանուկ Մուրադյան 2-2, պատասխանը չուշացավ Էվերտոնի ի վերջո, կրկին հավասար է մեզ մոտ հաշիվը։ Փայլունը հանդիպում է ուղղակի ընթանում խաղադաշտում։ Այլ անկյունային է վաստակել Վիլյարեալը։ Տասնհինգերորդ գնդակը Մուրադյանի։ Այլ երրորդ հորիզոնականն է այս պայն զբաղեցնում ռմբարկուների ցուցակում հիմա վտանգավոր էր Վիգեն Բեգոյան։ Խաղը անցկացրեց City դեմ և այնտեղի 2-1 հաշվով դժվարությամբ մի փոքր նրանք կարողացան հաղթել City-ին իսկ Էվերտոնը վտանգավոր էր խոշոր հաշվով զարմանալի փոքր անցավ հաղթել Ատլետիկոյին 8-1 հաշվով անկյունային նորից Վիլյարեալի օգտին
Սարդարյան, Փափուկ փոխանցում վտանգավոր է։ Դա կերացված է։ Կարող է հակագրոհել Յուվենտուսը։ Բաց է Մուրադյանը, բայց ուշացրեց փոխանցումը Եղիազարյանը։ Շարունակվում է հակագրոհը այստեղ Յուվենտուսի։ Մուրադյան վտանգավոր էր։ Արագ նետվել է գրոհի Վիլյարեալ Ասադպուր։ Եվ անհաջող էր այս փոխանցումը Վիլյարեալի ֆուտբոլիստի։ Անտոնյան հիմա ինչպես հանգիստ անցավ մրցարը։ Պաշտպանին Անտոնյան վտանգավոր է։ Գևորգ Հովհաննիսյանն է այստեղ էլ փրկում իր թիմին։ Բառերն անգամ ավելորդ են այս հանդիպումը։ Ինչպիսի հանդիպում է ընթանում։ Ես չեմ ուզում ավարտվի այս հանդիպումը, բայց ցավոք մեզ ընդամենը 5 րոպե է մնացել այս խաղի վերջնամասը էլ ավելի հետաքրքիր կլինի կարծում եմ։ Վիլյարեալն է հիմա էլ անցել պատասխան գրոհի Հովհաննիսյան, Ստեփանյան կատեց Սարդարյանին կենտրոնում կրկին Ստեփանյան երվից փորձված էր Լևոն Ստեփանյանի արվածը։ Կին Վիլյարեալն է անցել գրոհի, Սարդարյան, Ստեփանյան, չանցավ հիմա կարող է հակագրոհել այստեղ Էվերտոնը, բայց ինչպիսի սառնասիրտ որոշում Հարություն Մելքոնյանից, շատ լավ դուրս եկավ իր տեղից Վիլյարեալի դարպասապահը, այլ պայլում պատխաղարկում վտանգավոր էր, Կարնիկ Մովսիսյանը փորձեց։ Սարդարյան անցումը չստացվեց Գագիկ Սարդարյանի եւ հիմա նորից կարող է հակագրոհել Յուվենտուսը Եղիազարյան ասավ գնդակին Մովսիսյանը եւ եզրային նետում Սոր երկու թիմերն էլ Հայլուն հանդիպում են անցկացնում և երկուսն էլ արժանի են միավորով խաղադաշտը լքելուն բայց հիմա Վիլյարեալը տեսնում ենք նորից անցել է գրոհի Մանուկյան և Փրկվում է այստեղ Յուվենտուսը։ Դելեն առաջ նորից Վիլյարեալի տղաները, բայց պայլում պաշտպանվեց նորից Սյուրի Հակոբյանը խախտում։ Շեցնեմ, որ Վիլյարեալը այս պահին չի պարտվել այս մրցաշարում և այսօր էլ դեռ նրանք չեն պարտվում։
Նորից վտանգավոր էր դուրս եկավ իր տեղից Մելքոնյանը։ Վերջին 3 րոպեները։ Անցել է գրոյ Վիլյարռեալը, Ուլուխանյան փոխանցում, բայց գնդակը Մանուկյանը։ Մի լավ խաղարկում է։ Ուլուխանյանը արվածը փակեցին։ Անակում է երկրորդ տեմպով գրոյել Վիլյարռեալը, Սարդարյան։ Անցումը չանցավ Սարդարյանի։ Մուրադյան լավ շրջվեց, բայց փոխանցումը չանցավ Մանուկ Մուրադյանի։ Ամեն բան հրաշալի էր արել Մուրադյանը։ Եվ եզրային նետումն էլ նրանցն է լինելու։ Նորից Մուրադյան լավ փոխանցում Վարդանյանին։ Վարդանյան և այստեղ Կին Հովանիսյանն է պաշտպանությունում լավ գործում։ Տուգանային հրապարակ ընթացքից արված Ռևիկ Եղիազարյանի ընթացքից հարվածը ականատես եղանք և հիմա էլ հակառակ ուղղությամբ անկյունային վերջին գրոն է կարծես թե տեսնենք Սարդարյան շեղեր հարվածը Գագիկ Սարդարյանի շտապում են տեսնում ենք երկու թիմերն էլ երկուսն էլ ուզում են 3 միավորով գնալ խաղադաշտից Սավարը տեսնում ենք ժամացույցին է նայում վերթողնում է թիմերը խաղան ոչ ի վերջո մրցավարը սուլում է և վերջ հանդիպումն ավարտված է Մարտական ոչ ոքի գրանցվեց Վիլյարռեալ Յուվենտուս խաղում 2-2 հաշիվ փայլուն Հանդիպման ականատես եղանք սիրելի ֆուտբոլասերներ, մեկական միավոր են վաստակում երկու թիմերն էլ, Վիլյարռեալը կրկին անպարտելի է մնում այս խաղում, այս մրցաշարում և այս խաղում, այսքանն էինք պատրաստել ձեզ համար սիրելի ֆուտբոլասերներ այսօրվա համար, բարի գիշեր և ամենայն բարիք։